դուք ասում եք պայմանները, իրանք էլ ասում են, եթե մենք վարչապետ ունենանք, Գանջեշվանցյան 1 դրամ կստանանք։ Բայց իրանք ունեցել են վարչապետ։ Ոնց չեն ունեցել։ Մեր ձևով վարչապետը երբ ա եղել, որ միացել։ Սիրելիներ, ես ուզում եմ հիշեցնել, որ Սամվել Կարապետյանի հարազատ եղբայրը եւ հետեւաբար Սարմեն Կարապետյանի եղբորորդու հարազատ հայրը 2008 թվականի մարտի 1-ին եղել է հանրապետական խմբակցության ղեկավարը։ Դրանից մի քանի ամիս հետո էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Հետևաբար, մի վարքյան, հետևաբար իրանց տեսան, օրինակ հիմա ինձ ասում եք դուք ունեք, ինձ կասեք, չէ, պարոն Ռուբինյան, դուք ունեք վարչապետ։ Եվ ճիշտ կանեք, որտեղ ես քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ եմ, կուսակցության անդամ եմ եւ վարչապետն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է։ Հիմա նույն ձև հանրապետական խմբակցության ղեկավարը կարելի է չի ասել, որ այդ ժամանակվա վարչապետը իր վարչապետն է եղել, նախագահն էլ իրանց նախագահն է եղել։ Հետո թող հեքիաթներ չպատմեն, այդ ժամանակ վարչապետը 1 դրամ աշխատավարձ է ստացել։ Հա? Այդ ժամանակ ով էր վարչապետը, եթե չեմ սխալվում, Տիգրան Սարգսյանն էր։ Հա? Տիգրան Սարգսյանը, թե Տիգրան Սարգսյանը։ Հա, Տիգրան Սարգսյանը իշխանության է եղել այդ մարտը 2008-ից 18, ճիշտ է, 2008-ից 18 եղել է Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան։ Իրանցից ով է 1 դրամ աշխատավարձ ստացել, թող ասեն։ Հաջորդը։ Հաջորդը ես հավատում եմ, որ օրինակ Հովիկ Աբրահամյանը կարող էր եւ 1 դրամ աշխատավարձ ստանալ։ Գիտեք ինչի։ Որտեվ Հովիկ Աբրահամյանը շատ հաջողակ բիզնեսմեն էր, որը լոլիկ աճացնելով դառնում էր միլիարդատեր։ Չգիտես ոնց է ստացվում, որ իրանք ծորոք բոլոր վարչապետերը ով ունեցել են կամ մեծ մասը։ Առնվազն Կարեն Կարապետյանը եւ Հովիկ Աբրահամյանը։ Երկուսն էլ մանումենտում տուն ունեն։ Այսինքն իրանց պատկերացած է դա, որ պետք է գա վարչապետ, որին տան 1 դրամ աշխատավարձ, բայց մանումենտում տուն ունեն, հա։ Մի վարքան էլի, հեշտությամբ չի վաճառվել, մի պետք չի խեղաթյուրել։ Հա, դա իրանց պատկերացածը։ Հաջորդը, այդ վարչապետը ոնց է ապրելու։ Այսինքն 1 դրամ աշխատավարձով ոնց է ապրելու, ուտելիք ոնց է առնելու։ Ենթադրում եմ, որ կասեն, որ այսինքն երկու ձև կա։ Պետք է ինքը բիզնեսմեն լինի, որը փող ունի, հարուստ մարդ է։ Սա ավտոմատ նշանակում է, որ իրանք ասում են, որ Հայաստանի վարչապետ երբևէ կարող է լինել միայն հարուստ մարդ։ Այսինքն միայն օլիգարխը կարող է վարչապետ լինի։ Հաջորդը, եթե հարուստ չի, ուրեմն իրանք սևով փող են տալու, ծրարով փող են տալու։ Դուք գիտեք, չէ՞ որ 18 թվականի հեղափոխությունից առաջ պետական համակարգի մի մեծ հատվածին պաշտոնյաներին բարձր ծրարով փող են տվել։ Պատգամավորներին ծրարով փող են տվել, ոչ միայն հանրապետականի դես։ Ով է դատվել ձեր իշխանության օրերին դրա համար, պարոն Ռուբինյան։ Մեր իշխանության օրերին տարբեր բաների համար տարբեր մարդիկ դատվել են, դատվել։ Չգիտեմ, դա պետք է տանք այդ հարցը։ Այդ մասին հաղորդում եք հիմա դա։ Դե ես ասում եմ այն ինչ եղել է, ես գիտեմ որ դա եղել է եւ ես հույս ունեմ որ դա կբացահայտվի։ Չէ, ես գիտեմ որ մարդիկ փող են ստացել ծրարով։ Չեմ կարող ասել այ այս ինչը ստացել, բայց ես գիտեմ որ դա եղել է ու բոլորը գիտեն։ Դուք եք գիտեք որ եղել է։ Մի րոպե հարց էի տալիս։ Պարոն Ռուբինյան, տեսեք, այս պարգևավճարների թեմայով ասում են օրինակ ազգային ժողովի նախագահ, ասում են պետական կառույցից կթողնեն, կգնան մասնավորում կաշխատեն, որովհետև այնտեղ բարձր աշխատավարձ։ Հիմա ձեզ որ մասնավոր ընկերությունում 5-6 միլիոն դրամով օրինակ աշխատանքի կընտրեն։ Բայց ես 5-6 միլիոն դրամ չեմ ստանում։ Չէ, դա լավ, 3 միլիոնով ոչ էլ 3 միլիոն եմ ստանում։ Չէ, բայց դուք ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ ստանում։ Չէ, պարգևավճար։ Բայց ինչի եք հարցը։ Չէ, բա ասում եք որ ընկերությունում 6 միլիոնով կընդունեն։ Ընդհանրապես պատահական թիվ եմ ասում, բայց պատահական թիվ պետք չի ասել։ Լավ, 3 միլիոն դեկտեմբերի մի րոպե։ Մի վայրկյան էլի, մի վայրկյան։ Հարցս հետևյալն է, դեկտեմբերին ստացած պարգևավճարի չափով, որը ըստ մամուլի 3 միլիոն է։ Ձեզ որ մասնավոր ընկերությունում կվերցնեն։ Նկատի ունեք որ այդքան պարգևավճար տան։ Չէ որ բայց ախր հիմա դուք դասական մանիպուլյացիա եք դուք փորձում եք տպավորություն ստեղծել մարդկանց մոտ որ ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ ստանում բայց ես չէ որտեղ հիմա ավելի ճիշտ առանց մանիպուլյացիայի ձևակերպ մի վարքյան էլի առանց մանիպուլյացիայի կթողեք ավարտեմ չէ որտեղ սխալ եք սկսում կթողեք նախադասությունս ավարտեմ կթողեք նախադասությունս ավարտեմ Հիմա առանց մանիպուլյացիայի մանիպուլյացիա բան գնամ ես այսինքն իմ հարցին գնահատական է տալիս հիմա առանց մանիպուլյացիա կներեք ես չեմ մանիպուլյացիա շատ լավ